Ես սևակ եմ տեսնում դրա մեջ, ես տեսնում եմ սևակ։ Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրենը տարակուսած է։ Եթե ասեմ բոց կլինի, եթե չասեմ խոց կլինի, մենք ոնց անենք։ 12 օր առաջ Բաքում հանդիսավոր բացեցին Պարույր Սևակի արձանը, հանգիստ սուսուփուս հարմարվում էին մեծ պոետի ներկայությանը, մեկ էլ սոցցանց սպրդեց արձանի մի լուսանկար ու պայթեց սա խեղկատակ է թե պոետ։ Հենց այդպես է ինչպես որ կա։ Ու մեզ համար ասենք անսպասելի էր, որ համացանցում էս աղմուկը գնաց, էս խոսակցությունները գնաց։ Ոչինչ չէր հուշում փոթորկի մասին, դպրոցական կոլեկտիվում մոտեցան արձանին, տեսան նման չէ, բայց ըստ տնօրեն Հայկազն Ադամյանի որոշեցին յուրովի մոտենալ, մի խոսքով սիրով ընդունեցին, ամեն ինչում լավն է փորձում տեսնել Սյուզի Կարապետյանը, անգլերենի ուսուցչուհին։ Որպես հանճարի ներկայություն եմ ընկալում, ոչ թե արվեստի գործ։ Առաջարկում է չմոռանալ, որ արձանը քանդակելու համայնքին է նվիրել 88-ամյա ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։ 88 տարեկան հասակում ստեղծել գործ եւ նման կոռեկտության սահմանները անցնող քննադատությունների արժանանալ, դա ինձ համար համենայն դեպս անընդունելի է։ Դպրոցում դժվար ընկալվեց, բայց ի վերջո ընդունեցին, հատկապես որ հասկացվում է Պարույր Սևակն է։ Ընթացքում որ աչքդ ամեն օր հառնում է հայացքին, մի քիչ սովորական է դառնում, բայց այն առաջի օրը հատկապես որ բերեցին, շատ տենց զառամյալ հիվանդ ծերունու տեսք ուներ, ինքը տենց չէ, ինքը սիրուն է։ Հերվից եմ տեսել, վախեցել եմ մոտենալ, ասում է գյուղապետարանի խաղասենյակում ժամանակ անցկացնող այս տղամարդը։ Զանգակատունցիների մի մասը կտրուկ է տրամադրված։ Հենց գյուղապետարանի դիմաց Պարույր Սևակի իրենց մեծ համագյուղացու դիմաքանդակն է։ Շատ են հավանում, չի լինի դրան նմանեցնեն։ Մի քիչ ձևափոխել տեղում, վարպետը ու մասնագետ գաբը դասավոր։ Եթե չեն ձևափոխում, թող տանեն այնպիսի տեղ, որ մենք չտեսնենք, ասում են։ Իհարկե տանել ճիշտ է, թող տանեն ուրիշ տեղ դնեն։ Որտեղ ուզում են, բայց ոչ մեր գյուղի մեջ։ Խելքի մոտ բան է դա։ Ուրեմն գյուղացին պետք է որոշի, հաս այս քանդակը լավն է թե լավ չի։ Այնինչ գյուղացիները տեսնել չեն ուզում, հեղինակն ինքը անվանում է հրաշք։ Ես հոգի եմ արտահայտում, զգացմունք եմ արտահայտում, սրանով ես արտահայտել եմ իր ամբոստությունը։ Երևի ակնկալում էին, որ Սևակի լուսանկարն են տեսնելու, դառնանում է ժողովրդական նկարիչը։ Քիթը սենց, մազերը սենց, պրոշները սենց։ Իմպրովիզացիա է, ընդ որում սա բոլորովին էլ Սևակի արձանը չէ, այլ նրան նվիրված ստեղծագործություն, անլռելի զանգակատում, բացատրում է քանդակագործը։ Պարույր Սևակը որպես զանգ, էս է խնդիրը, սիմվոլիկա է։ Հլա տեսեք ինչ ոնց է խոսվում։ Այս ձեռների շարժումը, այս գլուխը բանը, սա հրաշք է։ Չեն հասկանում, որ գյուղը արձանի տարածքը ուխտատեղի է դառնալու։ Լևոն Թոքմաջյանը չի կասկածում։ Սևակի արձանի շուրջ աղմուկն արդեն իսկ քաղաքացիների է բերում զանգակատուն։ Նունե Կրպոյանը մառախուղի միջով կիլոմետրեր էր հաղթահարել, որ տեսնի, թե ինչի մասին են այդքան խոսում։ Պրոստը գիտեմ, էլի չեմ ուզում տենց հիրավորած ըրնեմ, բայց նյետ։ Ուսերը նեղ, ուս գոյություն չունի, ձեռքերը կարճ, հետո գիտեք ինչա, մատերը բոլորը նույն երկարության։ Նունեն նկարչուհի է, Լևոն Թոքմաջյանին լավ արվեստագետ է համարում, բայց զանգակատան դպրոցի բակում անլռելի զանգակատուն չի տեսնում։ Տեսնում է բազմաթիվ անցքեր տրավերտինի վրա, որոնք կլցվեն ջրով ու առանց այդ էլ խնդրահարույց քանդակը կճակճքի։ Տրավերտինն անցքեր ուներ, այո, ու դա շատ է դժվարացրել քանդակագործի կյանքը, բայց փոխարենը ըստ Թոքմաջյանի մազերը լավ ստացվեցին։ Անոնց լավ էր էլի սես մազը ծակով բանը շատ սիրներ էլի։ Հիմա ես այդպես եմ այդ արդեն այդ բանը ես պետք է գյուղացիներին հարցնեի, հա, թե ես ոնց անեմ, որ ձեզ դուր գա։ Քանդակագործը չհարցրեց, բայց բորբոքված քննարկումներից հետո Սևակի տուն թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, որ բանաստեղծի թոռն է, որոշեց հարցում անցկացնել։ Ասում է, խնդիրն իր կարծիքը չէ, իրեն Սևակի արձանների 90%-ը դուր չեն գալիս, բայց այս դեպքում քանդակի պատճառով բազմաթիվ օգտատերեր թիրախավորել էին բացմանը մասնակցած դպրոցականներին, համայնքի բնակիչներին։ Զանգակատուն գյուղին էր այդ նվերը եւ զանգակատուն գյուղն էլ որոշի պահպանում է այդ նվերը թե ոչ։
Եվ քվեարկության արդյունքում 80%-ը համարյա 79.9%-ը քվեարկեց արձանը հեռացնելու օգտին։ 300 հոգի է քվեարկությանը մասնակցել, որոշված է երևի վաղը քանդակը կհեռանա գյուղից, պարզ չէ որ ուղղությամբ։ Արձան է, հա, ինքը ի վերջո իր տեղը կգտնի, էլի, բայց ես այս պահին կարծում եմ ինչքան շուտ աղմուկը դադարի եւ ինչքան շուտ մարդիկ այդ բացական ես չեմ ուզում Պաուսեվակի պատճառով, հա, այսպես ասած, մեր համագյուղացիները տուժեն եւ ինչ-որ անձնական վիրավորանքների ենթարկվեն։ Կան մարդիկ, ովքեր շատ կտխրեն, երևույթը գեղեցիկ չի արդեն։ Երկմտանքի մեջ են, ես չգիտեմ ինչ ասեմ։ Ոնց տանեն ու չբերեն։ Լավ կլինի մի քիչ ձևափոխեն ու հետ բերեն, ասում է դպրոցի տնօրենը։ Այնուամենայնիվ արձանից բաժանվել չեն ուզում։ Այս հարձակումներից հետո նույնիսկ հարազատության զգացում կա պատուհանից երևացող Սևակին նվիրված տրավերտինի բեկորի հանդեպ։ Նեղանում եմ, որ ինչ չեն հասկանում։ Իսկ ժողովրդական նկարիչը վիրավորված է, չհասկացան իրեն ու իր ստեղծագործությունը։ Դե ես չգիտեմ։ Ըստ Լևոն Թոքմաջյանի ամբողջ կյանքում էր փորձում Սևակ քանդակել, չէր ստացվում, ստացվել է հիմա։